Բայց ես ուզում եմ մենք բոլորս ի վերջո առերեսվենք եւ խոստովանենք։ Ի վերջո ո՞նց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում։ Ինչով, ինչպես։ Մի գործիքով Ժողովուրդ ջան մենակ, Ղարաբաղի հարցով։ Ղարաբաղի հարցով։ Եվ ուրիշ որևէ պատճառ եւ բացատրություն դրա չկա։ Եվ խոսքա գնում ասում է բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում։ Բայց եթե բանը հասել այդտեղ, եկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող եւ չհանդիսացողների միջև։ Ընդ որում սա անձնավորված չի ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ, մինչև 22-ը ներառյալ, մեր բանակի սոցիալ հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, էլ եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Եվ սա է ճշմարտությունը, եւ այս ճշմարտության հետ մենք պետք է առերեսվենք։ Ես գիտեք, բացարձակապես ընդհանրապես ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով հասկանում եմ, որ շատ մարդիկ, ովքեր կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացողությունը կորցրել, եւ նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր այս մարդիկ ինչ են ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ոչ մեկ։ Սկսած ֆինանսականից, ինչ երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինքը ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ (2018) թվականի ինչի մենք զիջումների չգնացինք։ Ինչի մենք զիջումների չգնացինք։ Էսա լավ է։ Միջև տարվա վերջ էլ այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում, ինչի ձեր կարծիքով են մնացածում ժամանակներում, երբ որ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից, անկախության մասին հայտարարելու պահից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի դա տենց է հայտարարվել։ Ոչ դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել, ուրիշ վերնագրերով։ Խոսում են ազդեցության գործակալների մասին, լսեք, ձեր կուսակցությունը վերջին, ինչքան ասեմ, 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալը ամբողջ աշխարհում։ Լավ, մենք սրա մասին պետք է խոսանք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին, այդ Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչով էր զբաղվում։
Այդ ոնց էր, որ Խորհրդային Միությունը տենց աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանը իբր դեմ էր, այդ AUKS-ի շենք, այդ ոնց էր, որ հայրենակիցների հետ կապերի միություն կար, այդ ինչով էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը, այդ ոնց էր, որ տենց հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ Հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ, այդ հիմա, այսինքն պետք է թղթերը բացվեին, որ մենք սա հասկանայինք։ Այդ կուսակցությունը միջև մել այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է։ Եվ այո, մենք պետք է որոշում կայացնենք, ընդ որում էական չի, որ երկրի։ Մենք պետք է որոշում կայացնենք, մենք հանդուրժում ենք մեր երկրի խորհրդանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Մենք պետք է որոշում կայացրենք, մենք հանդուրժում ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է, որ ոչ, որովհետև հակառակ դեպքում ինչի է ասենց հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել։